անցկացրեցիք այս շաբաթը ու պատրաստ եք ևս մի հավես լավ տրեյնինգ անցնել, բնականաբար նոր գիտելիքներ, այսօր շատ հետաքրքիր բոնուս ա լինելու բոլորիս համար, բոլորիդ համար ավելի շուտ, բայց դա կասեմ մի փոքր ուշ։ Հիմա եկեք սկսենք խորհրդատվությունից, այնուհետև շարունակենք մեր անակնկալի շուրջ աշխատել, որը կիմանանք երկրորդ 40-ին։ Ով ա ուզում սկսի առաջին հարցը ումից ենք լսում, քանի որ քիչ ենք, ես ոչ թե 10, այլ կարող եմ մինչև 15 րոպե խորհրդատվություն անել, այսպեսի բացառիկ հնարավորություն, եկեք բաց չթողնենք, աղջիկներ ջան, դուք ավելի ակտիվ եղեք, անկաշկանդ, առանց ամաչելու, ձեր ձայնը հետագայում ձայնագրության մեջ լսվելու է, բայց դուք չեք երևալու եւ կարող եք հանգիստ անկաշկանդ ասել, ինչ որ ձեզ հուզում է, ինչ որ ձեզ անհանգստացնում է, ես էլ մաքսիմալն եմ ուժերի սահմաններում կօգնեմ։ Սաթիկ ջան, դու սկսի, հա, այս անգամ։ Լավ։ Ամենա մեր պասիվ անցյալ տրեյնինգի մասնակցից ենք սկսում։ Շատ լավ։ Հա, իրան տուշ տուգանք ենք էլի դուրս գրում այսօր։ Տրավ։ Ես իրականում տենց խորը մտածեցի ինչ հարց տամ, ինչն է ինձ հիմա հուզում ու այդպես էլ չկենտրոնացա հուզող հարցի վրա, բայց ավելի շատ ինձ հետաքրքրում է ինչպես ճիշտ ապրենք, որ ապրենք հենց այս ժամանակում, հենց չկորցնենք այն ինչ որ կա մեր շուրջ, ոնց որ չձգտենք ապագային ու այն ամեն ինչին, ինչը որ հնարավոր է մեզ հետ այլևս տեղի չունենա այլ նույնիսկ։ Դա եւ ինչպես հասկանանք ճիշտ, թե որն է մեր կյանքի ծրագիրը։ Բացի այն հաշվարկներից, որ կան ինտերնետով, որոնք ամեն մի հաշվարկը ինչ որ մի բան է իրանից ներկայացնում ու երբեմն տարբերվում են իրարից։ Ինչպես ճիշտ հասկանանք, որն է մեր կյանքի ծրագիրը, ինչպես ճիշտ ապրենք, որ այդ ծրագիրը հասցնենք իրականացնենք։ Երևի թե սենց ինչ որ մի ասում էի խոր տենց ինչ որ բան չունեմ, բայց անենց հարցադրումներ դրեցի, Սաթիկ ջան, մալ պակարծը, մի քանի օրվա գործ է։ Երկրորդ մասը թողնելու եմ Քրիստինեի տրեյնինգին, որովհետև այնպես ոնց որ Քրիստինեն կբացատրի ձեզ ոնց է ձեր կյանքի ճակատագրի հարցերի ուղղվածությունը, հա, այսպես ասած, ձեր նշանակությունը, ձեր հոգու միսիան, ձեր առհասարակ անգամ անունը շատ կապ ունի, ձեր ծննդյան օրը, թիվը, ամեն ինչը ճակատագրի հետ կապված, այնքան խորը գիտելիքներ ունի մեր մյուս վարպետը, որ ես իհարկե իմ կողմից շատ բան կարող եմ առաջարկել, բայց իրեն նման այդ հարցում մասնագետ ես չեմ ճանաչում։ Դրա համար եկեք այս հարցը առավել ևս, որ շատ մեծ հարցադրումներ արեցի, տեղափոխում ենք Քրիստիկի տրեյնինգին, մյուս շաբաթօրը կտակ, իսկ այստեղ եւ հիմա ոնց սովորենք ապրել, դա այնքան կարևոր հարցադրում է, Սաթիկ ջան, որ ոչ մի բան էլ այս տրեյնինգի ժամանակ չանենք, մենակ սրա մասին խոսենք, սա մեծ արվեստ է, սովորել այստեղ եւ հիմա ապրել, здесь и сейчас, я есть։ Հիմա բացատրեմ սա ինչ է, հետո նոր շարունակելու ենք արդեն ձեր այդ մյուս մասը, անցյալը ինչպես անենք, որ չկրկնվի, խորը հարցադրումներ արեցիք, բավականին հետաքրքիր ինձ համար պատասխան լինելու։ Ես սիրում եմ բարդ հարցեր։ Սաթիկ ջան, մենք բոլորս այո անցյալ ունենք, բոլորս կարճած ենք նաև մեր վերքերից, անցած ապրած ճանապարհից եւ դրա հետ կապված ապրումներից։ Եվ դրանք ստեղծում են որոշակի բլոկեր մեզ։ Բլոկեր նշանակում է ոչ թե զուտ էներգիա է խցանում, հա, ոնց որ մարդիկ ֆիզիկապես են պատկերացնում, որ էներգիաները խցանվեցին, ինչ որ օրգան համակարգ սնուցվեց։ Շատ ավելի վտանգավոր են մտքային բլոկերը։ Միտքը ամենահզոր էներգիան է եւ ամենամեծ ուժն է տիեզերքում եւ ամենամեծ պարգևն է, որ Աստված տվել է մարդ արարածին։ Եվ երբ որ միտքն է խցանված լինում, բլոկված լինում, կամ ունենում այնպիսի սահմանափակումներ, որը թույլ չի տալիս մարդը իր պոտենցիալը բացի, ինքը ապրում է անցյալով, ոչ թե ներկայով, կամ նաեւ ունենում է ապագայի պրոյեկցիաներ, հույսը դնելով նրան, որ ամեն ինչ կանցնի մի օր, ամեն ինչ կհարթվի հենց այնպես, ժամանակը այն որ ասում է բուժում է, հա, այսպիսի կիսատ պռատ հարցադրումներով մտածում է, որ ամեն ինչ հետո լավ կլինի, հույսով է ապրում։
Հույսը լավ բան է, հույս հավատացել ես երեք այն շատ կարևոր ուղեկիցներն են, որ առանց դրա իհարկե մարդը չի կարող ապրել, դժվար պահեր անցնել, բայց նորից եմ կրկնում, դժվար պահեր։ Իսկ մենք սարքում ենք մեր կյանքը անընդհատ սպասողական վիճակում, կարծես մենք եկել ենք գնացք սպասելու, երբ է մեր գնացքը ժամանելու երջանկության, նստենք մեր վագոնը եւ գնանք։ Այդ վագոնը չի գալիս երբեք այն մարդու մոտ, ով սպասում է։ Ինքը միշտ գալիս է այն մարդու մոտ, որը տոմս է առնում, հստակ ուղղությամբ։ Հստակ ժամանակը գիտի, երբ է ինքը սկսելու իր նոր ճանապարհը։ Այն ուղղությամբ, որը ինքն է օրվա գծել։ Այսինքն արարող մարդու մոտ ստացվում է ճակատագիրը կառուցել, փոխել, բարելավել, սպասող մարդու մոտ հույսով, անցյալից կարճած, անցյալում ապրած, դարդոտված, բողոքող, հիասթափված, երբեք չի ժամանում այդ գնացքը։ Ինքը ունենում է ներկայի կորուստ։ Ներկան էլ հենց մի պահ է։ Հաջորդ պահը արդեն ապագա է։ Դրա նախորդ ակնթարթը արդեն անցյալ է։ Այ մենք, որ սկսեցինք տրեյնինգը, ուղիղ ժամը 7:31։ Արդեն մենք իրար հետ բոլորս ուրիշ մարդ ենք։ 7:31 միացած մարդը էլ չկա։ Ֆիզիկական տարբեր պրոցեսները իրենց կողմից, հոգեբանական եւ մտավոր աշխատանքը մյուս կողմից, էներգետիկ շփումը երրորդ կողմից, բերեց նրան, որ մենք արդեն շեղվեցինք մեր 7:31 միացած մարդուն 1% կամ մի քանի տոկոս։ Եվ այսպես ամբողջ կյանքն է, պատկերացնում եք, հələ մենք ընդհանրապես միացանք, դուք գնում եք աշխատանքի ամեն օր, դուք շփվում եք ամեն օր բազմաթիվ մարդկանց հետ, դուք մտնում եք ոչ ուղղակի շփման մեջ օտար մարդկանց հետ, որոնք ձեր ծանոթները չեն, բայց դուք մտնում եք փողոց, մտնում եք տրանսպորտ, կամ մտնում եք տաքսի, կամ պարզապես մտնում եք աշխատավայր, որտեղ մի մասին գիտեք, մի մասին չգիտեք, եւ սկսվում է էներգիաների փոփոխություն։ Մտավոր, հոգեբանական մեծ ծանրաբեռնվածություն։ Եվ ինչ են անում մարդիկ։ Մարդիկ մտնում են ու ձուլվում են ամբողջի մեջ։ Ու իրանք կորցնում են իրանց եսը, կորցնում են իրանց այդ պահին կյանք վայելելու, կառավարելու եւ երջանիկ զգալու ամենակարևոր զգացողությունը, ուշադրություն, զգացողությունը, ոչ թե միտքը կամ ես երջանիկ եմ, ես ինձ լավ եմ զգում, զգացողությունը։ Այն մարդն է երջանիկ, որը միշտ ապրում է այս պահին։ Հիմա բացատրեմ ոնց է դա լինում շատ իմաստուն եւ հոգեվոր բարձր դաս ունեցող մարդկանց մոտ, դուք արդեն ինքները տրանսլյացիա կլինեք այդ ալիքի վրա եւ այսօրվանից կփոխեք ձեր կյանքը ամբողջությամբ։ Իմ կյանքը շատ փոխեց մի պատմություն։ Նախկին օգնականս, դե գիտեք, ես յոգաթերապիա, էներգոթերապիայի կենտրոնի հիմնադիր եմ նաեւ, եւ առաջին կենտրոնն էր, որ ստեղծվեց Հայաստանում 17 տարի առաջ, եւ իմ օգնականը հրաշալի բարձր մակարդակի, բարձր ինտելեկտի մի անձնավորություն էր, եւ այս աղջիկը իր ամուսնու հետ մի օր գնում է Հնդկաստան ուղևորության։ Ու պատմում է ինձ, որ մենք անցնում ենք տարբեր քաղաքներով, աղքատ ու հարուստ մարդկանց ենք տեսնում, կարծես աշխարհը բևեռացված է այդտեղ, շատ ծայրահեղ աղքատ եւ շատ հարուստ արտակարգ պալատներով, արտակարգ արիստոկրատ դրվածքով, կարդացվածությամբ մարդիկ։ Այնքան բևեռային է, որ դու այնտեղ զգում ես կյանքի տարբերությունը եւ զգում ես, որ դու փոխվեցիր քո փիլիսոփայությամբ։ Եվ իրեն ոչ թե փոխել են հարուստները իրանց կրթվածության մակարդակով, որոնց հետ իրենք առնչվել էին, պահեր եղել, որ ծանոթների մոտ էին հյուրընկալվել եւ այլն, այլ մի փողոցում փոշիների մեջ նստած մարդ։ Ասում է, երբ որ մենք անցնում ենք այդ իրենց հատուկ մեքենաներ կան, մեքենա մի քիչ դժվար է ասել, այդ փոքրիկ ինչ որ տրանսպորտներ են, տրամվայչիկի նման, էլի, ասենց բացօթյա ինչ որ այդպես ազիվ շարժվող տեղից, աղքատ թաղամասում են ճանապարհորդում, դե դա էլ պետք է տեսնեն, ծրագրի մեջ կա։ Ասում է, հեռվից հեռու նկատեցի այդ մարդը նստած է, ծալապատիկ ոտքերով,
փոշիների մեջ եւ այդ բոլոր անցնող, այդ բոլոր կարգերը, այսպես ասած, չակերտավոր, հա, ավելի շատ փոշ էին անում եւ այդ ամեն ինչ ինքը շնչում է։ Ինքը կիսատ պրատ հագնված, այսինքն այնպեսի հագուստ է, որ նու ավելի շատ ցնցոտիներ կարելի է ասել, ոչ թե հագուստ, բայց ասում եմ հերվից հեռու ես նկատեցի իր գեր երջանիկ աչքերն ու հայացքը։ Այնքան երջանիկ, այնքան խորը նայող ու հեռու նայող, որ ասում եմ ես գիպնոզացած նայում էի մինչև մոտեցանք այդ մարդուն, շատ մոտիկ։ Մոտեցանք ասում եմ ու անցնելուց ես այնքան զարմացած էի նայում, որ անցանք ինքն էլ նկատեց, որ ես տխուր եմ, ես զարմացել եմ իր ուրախության վրա ու մի պահ ասեց. դուք ամեն ինչ ունեք, ինչի եք տխրում։ Ինչ շատ ցավեցրեց ձեր հայացքը։ Այդ երկու բառն ասել, այդ երկու արտահայտությունը։ Այս աղջիկը ամբողջ 1-2 օր մտածել է իր ասածի շուրջ։ Ու վերալուծել, ոնց կարող էր փոշիների մեջ նստած մարդը այնքան երջանիկ լինել, որ նաև նկատեր ապահովված մարդկանց տխրությունը խորքային, ոչ միայն ինքն էր վայելում կյանքը, այլև զգում էր ու նկատում էր շրջապատի տրամադրությունն ու էներգիաները։ Ու այդ օրվանից իր կյանքը լրիվ փոխվեց։ Բանն այն էր, որ իմ օգնականը չէր ունենում երեխա տարիներով։ Հրաշալի զույգ էին սիրո ներդաշնակ, բայց չէր ստացվում այդ բալիկի հարցը։ Բժիշկներ եւ այլն ամեն ինչ փորձել էին։ Եվ ինքը իսկապես տխուր էր, բայց ոնց նկատեց խորը նայող, հեռու նայող մարդը, այդ աղջիկա տխրությունը, հայացքը ու զարմանքը առեղծվածը։ Դե դուք գիտեք, որ յոգերը իսկ դա բնականաբար յոգեր շատ խորաթափանց մարդիկ են եւ այլ զգայարաններ շատ են իրենց մոտ զարգացած։ Ես ինքս յոգա պրոֆեսիոնալ պարապել եմ, դենց յոգայի կենտրոնի հիմնադիր եմ, ինքս որպես մասնակից է, հետո նաեւ մարզիչ։ Ես հասկանում եմ այդ մարդու նիրվանա վիճակը եւ հասկանում եմ ոնց է ինքը զգացել, անգամ եթե աչքերը փակներ, ինքը զգալերով անցավ իր կողքով եւ ինքը անպայման օգնելու էր գոնե խորհրդով։ Հարց տալով արդեն նա օգնեց։ Եվ իմ օգնականը երբ որ եկավ պատմեց ու ասեց. Կարին, ես 2 օր հետո շատ պարզ պատասխան ստացա, որ եթե մենք ապրում ենք, անգամ փոշիների մեջ նստած, տեսնում ենք երկինքը, ինքը նայում էր անդադ երկնքին։ Տեսնում ենք, որ շարժվում է ամեն ինչ շուրջը, իսկ կյանքը շարժվում է։ Տեսնում ենք ու զգում ենք, որ մենք շնչում ենք։ Ու մենք դեռ արարում ենք ու վայելում ենք ամեն ինչ։ Հիմա վայելելը ամեն մեկի պատկերացումից է կախված։ Մեկը կարող է տանը իկրա ունենալ սև խավիար, հա, սև կարմիր, եւ ինքը լինել շատ տխուր, որովհետեւ ինքը չի վայելում կյանքը։ Ինքը անընդհատ հոգսերի մեջ է, անընդհատ մտածմունքի մեջ է։ Երեխաների հետ կապված, ամուսնու հետ կապված, իր արտաքինի, իր գերության, չգիտեմ, հազար մի հարցեր։ Այսինքն ինքը անընդհատ մտածմունքի մեջ չի ապրում այստեղ ու հենց հիմա։ Չի վայելում այդ տարբերակը, այդ վարքյանը, որ վերցնի մի գեղեցիկ բաժակով ջուր, մոտենա պատուհանին, ասի Աստված, փառքդ շատ լինի, որ ես տեսնում եմ այս երկինքը խաղաղ, վայելում եմ այս ջուրը մաքուր, ես շնչում եմ, ես ամեն ինչ ունեմ ապրելու, արարելու համար, կարևորը զգամ այդ ամեն ինչը, գիտակցեմ ու շնորհակալ լինեմ, սա է գաղտնիքը, շնորհակալ լինելը, շնորհակալ են լինում գնահատողները, գնահատում են տեսնող զգացողները, ամեն ինչը, բաժակ, ուտելիք, երեխայի ծիծաղ, որ դու պարկեցիր քնեցիր այսօր, դու կարող ես չպարկել քո անկողնում ու չքներ, օրինակ երկրաշարժ լիներ, կամ լիներ պատերազմ այդ օրը, սկսվել ու դու բամբոբիժիշեմ լինեիր, երկրաշարժներ դու փլատակների տակ կամ կշնչեր կամ արդեն վերջ, դու կարող էր ավտովթարից մահանայր այսօր, կամ լիներ հիվանդանոցում, դու պարզապես կարող էր կատված տանել ու մի վայրկյանում գնար ես աշխարհից, ու էլ ոչինչ չէր փոխել վերջ, այնտեղ ոչինչ հնարավոր չի փոխել,
Դու ապրում ես, դու պարկեցիր այդ անկողինը, փառք տուր Աստծուն, որ դու կարողացար այդ օրը անցկացնես։ Եվ շատ կարևոր է օրվան շնորհակալություն հայտնել, հիշելով ինչ ես ապրել, ինչ ես արել, մեկ գոնե նվաճում, մեկ կատարված աշխատանք, ասում ես, այ ես այսօր հրաշալի արեցի այս գործը, կամ գնացի այստեղ, զանգեցի այս մարդուն, պայմանավորվեցի սա, իմ նոր պրոյեկտը սկսեցի, կամ նոր իդեա առաջացա, կամ իմ հարաբերությունները այս մարդու հետ որոշեցի լավացնել եւ առաջին քայլը ես արեցի ընդառաջ, կամ ես շատ համով ուտելիքներ պատրաստեցի, ու գովում եք, բրավո ինձ, շնորհակալ եմ Տեր, որ հնարավորություն տվեցիր եւս մեկ օր այս հրաշալի աշխարհում ապրել։ Եթե անգամ բոլորը կռվում են, դուք ասեք հրաշալի աշխարհում, որովհետեւ ուրիշի կռիվը ձեզ չի վերաբերում։ Եվ ընդհանրապես մի թաթախվեք ուրիշների խնդիրների մեջ։ Ով սկսեց վատը խոսել, իր մասին, պատմել, նեղվել, դուք եթե կարողանում եք կոնկրետ օգնել, ասեք ձեր ասածը։ Եթե չի, ավելի լավ է այդ նեգատիվը մի լսեք ու իրեն էլ մի թողեք նորից վերքը թարմացնի։ Պարզապես ասեք, որ ինչ անցել է, դու ուժեղ ես ու դու կհաղթարես այս խնդիրները։ Փակեք այդ խոսակցությունը, այդ լացկոց ու այդ նեգատիվ աղբը ձեր դաշտ։ Միայն հոգեբանները եւ շատ հոգեվոր բարձր դասի մարդիկ կարող են երկար կամ կարճ նայած խորհրդատվությունը, թե ինչ լսել ուրիշի դարդը, որովհետեւ իրանք վճարվում են դրա դիմաց։ Էներգիա դիմաց էներգիա է ստացվում, փողնել է էներգիա։ Եվ իրենց մասնագիտությունն է դա լսել եւ օգնել է։ Իսկ ձեր մասնագիտությունը պարտականությունը դա չի։ Մի դարձեք ինֆորմացիոն աղբարկղ, այլ կերպ ասած էներգետիկ աղբարկղ։ Սա է շատ կարևորը, որ դուք այսօր այս պահին այստեղ զգաք, որ ապրում եք, վայելում եք, դա երբ որ ուրիշի դարդով չեք տառապում։ Եթե երեխայի հետ խնդիր է, կոնկրետ ասում եք ինչ անի, լսում է, թող լսի, չի լսում, այլևս մի ջղանյացեք, մի փչացրեք ձեր նյարդերը, պարզապես երեխային թողեք սխալվի եւ սխալի վրա սկսի սովորել։ Մի խառնվեք կոպտորեն ոչ ամուսնու, ոչ մնացածի կյանքին։ Պարզապես, եթե ձեզ հարցրել են կամ ձեզ հետ կիսվում են, ու դա շատ հարազատ մարդ է, կարող եք ձեր պատկերացումը իրեն ասել ու շարունակել ձեր առօրյան։ Առավոտյան արթնանալուց անպայման էլի սկսեք շնորհակալությունից, ողջույնի խոսք, Տեր Աստված, շնորհակալ եմ, որ ես լուսացրեցի այս գիշեր, էլ չեմ ասում, կարող եք չլուսացնել, բոլորս հասկանում եք։ Եվ այդ պահին նաև անպայման ասեք, որ հրաշալի օրվա համար, ուրեմն շնորհակալ եմ այս հրաշալի կամ երջանիկ օրվա համար, դուք դեռ չգիտեք ինչ է լինելու այդ օրը, դուք դրեք այդ էներգիան, այդ օրվա խորհրդի մեջ։ Եվ այդ ժամանակ ներկայով իհարկե, օրը բացվել է ներկայում։ Օրը բացվել է ներկայում էլ ասում ենք շնորհակալ եմ այս հրաշալի, այս երջանիկ օրվա համար։ Դուք չեք պատկերացնում միանգամից ոնց ամբողջ ուղեղը տրանսլյացիա լինի իր բոլոր մտքերով դրական վեկտորի վրա ու ինչ է սկսվում իրականություն արարվել դրականով, պոզիտիվով ու երջանիկ իրադարձություններով։ Փորձեք սա թվում է թե պարզ խորհուրդ է, հեշտ է, բայց ասեմ, որ ես սրան եկել եմ 15 տարի։ Ուր էր թե ինձ մեկը այս խորհուրդը տար, ես 15 տարի չգիտեի, որ այս պարզ գիշեր ու առավոտ վեկտորն է, ուղղվածությամբ մտքային դաշտի ու էներգետիկ դաշտի դու կարող ես փոխել քո ներկան։ Ներկան փոխեցիր, ապագադ էլ դրա հետևանքն է։ Անցյալդ էլ ես մոռանում, երբ որ այսօր մտնում ես շնորհակալության ռեժիմի մեջ, գնահատման ու նաև վեկտոր տալու, որ այսօր երջանիկ է լինելու, անգամ եթե ինչ որ բան եղավ, դու ասում ես կարող էր ավելի վատ լիներ, եւ իսկապես կարող էր ավելի վատներ, բայց դեզիրքը ձեզ լսեց, դուք այնքան գնահատող եք, որ ինքը ձեր հետ ուղղակի կապի մեջ մտնելով մաքսիմալը ձեզ փախցրեց վտանգավոր կամ ոչ ցանկալի իրադարձությունից եւ ձեզ բերեց մցրեց ամենամաքսիմալ լավ ուղու մեջ ամենամինիմալ կորուստներով գոնե ասեմ եթե ինչ-որ խնդիր առաջանա դե բոլորիս կյանքում կան կորուստներ փոքրիկ մեծ մարդկային գումարային էներգետիկ ժամանակային ունենք
բոլորս էլ, բայց մեկը նայում է դրան փիլիսոփայորեն ու հանգիստ եւ համեմատության կարգով կարող էր ավելի վատ լինել, սա իմաստուն մարդկանց պոզիցիան է, մյուսները ստանդարտ։ Ինչ եղավ, բայց դրան արժանի, ինչի հենց սենց իմ հետ։ Ես այսքան բան արեցի, էլի բան տեղ չասա, կլինի կոնֆլիկտ տանը, կլինի դրսում, կլինի գումարային էներգիաներ, լինելիս բիզնեսի էջ կորցրեցի, որը 10 տարուց ավել, իմ ստեղծագործական երեխաներ։ Առաջի 2 օրն անդամն իմ մոտ ծանր վիճակ եղել, հետո հասկացա, որ դե հիմա եղել է, ուրեմն ավելի վատ բան կարող է լինել։ Այսպես ինձ ձեռքը ավելի վատից ազատեց։ Եվ մյուս ասպեկտ ասեմ կորուստների հետ կապված, որովհետև Սաթիկը նաև ասեց, ոնց անենք անցյալով չապրենք։ Սաթիկ ջան, անցյալով ապրում են այն մարդիկ, ովքեր իհարկե կորուստներ են ունեցել, օրինակ սիրած մարդու, կամ ժամանակի, կամ չստացված երազանքի, դա էլ է կորուստ։ Կորուստ, որ դու հավատք ունեիր, հույս ունեիր, դա չկա։ Դա կորուստ է։ Հիմա ոնց պետք է անել, որ այս անցյալով չապրել։ Դուք միշտ իմացեք, որ ձեզերքը չի տալիս այն, ինչ որ ձեզ համար ավելի վատ կլիներ, քան ձեր այսօրվա կյանքը։ Սրա մեջ ես 100%-ով համոզվել եմ ողջ կյանքիս տեսական ու փորձնական մասով ու իմ հաճախորդներից։ Օրինակ եկեք բերենք։ Շատերը մտածում են, ես չամուսնացա, արդեն 30 անց եմ։ Երեխա չունեցա, արդեն 30 անց եմ։ Տղաները քիչ են, աղջիկները շատ։ Կանայք էլ հիմա բավականին, գիտեք, ասենց ինչ-որ սանձարձակ, ազատ վիճակների ռեժիմների մեջ են, անգամ ամուսնացած կանայք, եւ դա բավականին ինձ վշտացնում ու իմ գործը չի իհարկե ոչ մեկի անձնական կյանքում, բայց ամեն դեպքում գենոֆոնդը եւ ազգային պատկերը շատ լուրջ կորիզ է, որին մենք պետքա բռնվենք եւ դա է մեր փրկությունը, թե չէ մենք ձուլվելու ենք ու ոչ մի բան չի մնա հայ ազգից։ Հիմա տեսեք, երբ որ սկսում է այս խմորումները, ինչի մոտ չեղավ կամ արդեն տագնապը, որ դեռ չեղավ, ժամանակս գնաց, շուչիկը պտտվում է եւ այլ, մոռանում է, որ կարող էին եւ ամուսնանալ, բայց իրենց օրինակ ամուսինը լիներ դեսպոտ, որ այնքան կճնշեր, որ իրանց օրից ոչ ինչ չէր մնա, իրանց արևը կմաթագներ, կունենային երեխա այդ նույն դեսպոտից եւ կուզենային բաժանվեն, որ շնչեին, արտաշնչեին, կասեր, հələ փորձվես մի հատ, մտքովդ անցկացնես։ Ես ունեցել եմ այդպիսի դեպքեր իմ շրջապատում, սպառնացել են կյանքի գնով այդ հարցը լուծեմ, եթե հանկարծ այդ կնոջ մտքով անցնի բաժանվելը։ Երեխան տեսել է այդ կոնֆլիկտները ու այդ ամբողջ ծեծ ու ջարդը տարիներով։ Այս կինը երազել է ժամանակին ամուսնանար։ Եկեք մենակ չմտածենք, որ ամեն ինչ մեղրով է փակված, լցված։ Չէ՞ որ հիշում ենք, մենք ցեղային ծրագրեր ունենք, ցեղային գենետիկա ունենք եւ պարտքեր։ Եվ այդ պարտքը նաեւ չի կորում, անցնում է հաջորդ սերունդներին, եւ եթե այնտեղ սխալներ ու մեղքեր են գործվել, դա ոչ միտեղ չի կորում, դա դուրս է գալիս ու մտնում է այն ուժեղ հոգու ճակատագրի մեջ, որը պետքա դրա համար մաքրումներ անի։ Իր սեփական կյանքի գնով, այնքան ուժեղ լինի, այնքան համբերատար, որ այդ խաչը կրի, մաքրի այդ ամբողջ ցեղային պարտքի, գեղեցիկ, բարի, օգտակար գործերով եւ շատ լուրջ կրթվածության մակարդակով եւ մի մասը պարտքի մարելով ինքը կամ կհասցնի այդ կյանքում երջանկանալ եւ օրինակի նպատակին հասնել ամուսնանալու, կամ այդպես էլ կգնա, բայց ցեղի համար շատ կարեւոր գործ արած եւ այդ ցեղում արդեն այդ պարտքը մարած մյուս մարմնավորված հոգին կունենա բավական երջանիկ ապահովված օրինակ կանացի բախտ։ Այդ ամեն ինչը հասկանալով մի բան է պարզ, որ մենք չենք ստանում այն, ինչ որ չպետք է ստանանք, ու վերջ։ Դե ընդունենք դա։ Ու ոչ մի բան դրանից տրագեդիա, այսպես ասած, չսարքենք։ Մտածենք, որ նաև երկրորդ տարբերակը կա այստեղ, այն ինչ որ մեզնից վերցվեց, այն ինչ որ մեզ չտրվեց, հասկացանք, բայց ինչ որ մեզնից վերցրեց։ Այն ինչ որ մեզնից վերցվեց, դա կարող էր լինել մինիմալ կորուստը, որ կարող էր վերցվել,
Մեկ, երկրորդ շատ հետաքրքիր վերսիա եմ ասում, բայց սա էլ բավականին խորը ապացուցողական բազա արդեն ունի իմ 15 տարվա պրակտիկայում եւ նաեւ վարպետներիս հետ խորհրդակցությունից, միշտ լուրջ ձեռքբերումներից առաջ տեզերքը ավանսինման վերցնում եմ Իվան։ Ամեն ինչ համար մենք վճարում ենք։ Ամեն ինչի համար, գերներ։ Ու եթե ձեր կյանքում ինչ որ կորուստ է եղել, արդեն դուք միշտ մտածեք, որ դրա փոխարեն կարող է լինել շատ ավելի վատ բան ու մտածեք ինչ կարող լիներ եւ դրանից հետո ինչ եք դուք ստացել, սա էլ եք մի հատ անալիզանում ու կտեսնեք դրանից հետո լուրջ ձեռքբերումներ եք ունեցել, նոր աշխատանք։ Այդ փորձությունը մեզ բերել է նոր աշխատանքի։ Այնքան ենք մենք լճացած եղել նախկինի ժամանակ կամ ենթադրենք ուրիշ ինչ որ հա ինքնաաճ, ինքնազարգացման ա բերել։ Տեսնենք, որ մենք խնդիրները չենք կարողանում լուծենք, արդեն խեղդվում ենք եւ մենք նոր գիտելիքների, նոր ինֆորմացիայի կարիք ենք ունեցել ու սկսել է ինքնազարգացման process-ը։ Իսկ ինքնազարգացման process-ը դա մեր կյանքում համար 1 մեզ առաջ տանող մասն է։ Համար 1 դա է ստեղծում տեզերքի հետ ուժեղ կապ, անգիտակցականի, գիտակցականի եւ ենթագիտակցականի այդ եռամիասնության ուժեղագույն ակտիվացում, որը բերում է նեյրոնային իմպուլսների ու էներգիաների ակտիվացման իր երթին, որոնք բերում են առողջության բարելավման եւ որոնք բերում են նոր իրականության կերտման։ Իսկ եթե դուք ուզում եք ձեր կյանքը փոխել, դուք պետք է ինքնակրթվեք ու ինքնազարգացման լրջագույն ճանապարհ անցնեք ամբողջ կյանքում։ Հենց կրիզիս եղավ, նստում եք ու կարդում եք, վերցնում եք լավ տրեյնինգներ լավ վարպետների մոտ, անցնում եք խորհրդատվություններ լուրջ մասնագետների մոտ, ակետից մի խոսքով բարձրացնում եք ձեզ բեկետ։ Անցած փորձությունը հանգստացաք, ժամանակ կտալու տեզերք որոշ ժամանակ, հետո տալու է հաջորդ փորձություն։ Ավելի բարդ քննություն եք անցնելու, նորից ինքնազարգացման, ինքնակրթման կամ ուրիշ մասնագետների միջոցով նոր հոգու դասի անցնելու հնարավորություն։ Եվ այդպես մինչև կյանքի վերջ։ Այ այսպես, Աթիկ ջան։ Մի խոսքով այստեղ եւ հիմա ապրելը կարևորագույն մասն է մեր, արդեն հասկացանք այդ զգացողությունը ոնց է ձևավորվում, անցյալը չկրկնելու մի բան էլ էի ուզում ավելացնել, քանի որ մարդը ամեն դեպքում տրամաբանության լրջագույն պոտենցիալ ունի, մենակ հիմարն է կրկնում նախկին սխալները։ Այն էլ 2 անգամ։ Հիմար ասելով մարդ, որը չի կարողանում տրամաբանել, ոչ թե չոր թեր հասա։ Հիմարը շատ ոչ վիրավորական բառ է, պարզապես խելացի կա, իմաստուն կա ու հիմար։ Ընդհանրապես դրանց մեջ տարբերությունը հետևյալն է։ Իմաստուն ընդհանրապես չի ստեղծում խնդրեմ։ Խելացին եղած խնդրեմը լուծում է եւ չի կրկնում էլ այդ սխալը։ Հիմարը չի անում հետևանքներ ու նորից կրկնում է իր մոտ այդ process-ը ու այդ սցենարը։ Վերջ։ 3 տարբեր մարդկանց դասակարգումը այսպեսին է։ Հիմա մենք բոլորս առանց նեղվելու եմ ասում, ովքեր չեն արել անցյալից եզրակացություններ եւ շարունակում են նույն սցենարների մեջ ապրել, կապ չունի աշխատանք, անձնական, առողջական եւ այլն, առաջիկա կատեգորիայի մեջ ենք։ Բոլորս, քանի որ այստեղ հիմա հավաքված ենք ինքնակրթման բավականին լուրջ process-ի մեջ, ես էլ իմ վարպետների մոտ, մենք հաստատ 2-րդ կատեգորիայից 3-րդ կատեգորիա անցման փուլում ենք։ Եվ դա շատ ողջունել եմ, բայց չի նշանակում, որ պետքա այն մարդկանց, ովքեր տրամաբանության, հիշողության, անալիզ անելու հետ կապված խնդիր ունեն, մենք ընկնենք ու իրանք սկսենք փրկել, որովհետև մենք գիտենք, որ իրանք սխալ են, որովհետև գիտենք, որ իրանք նույնը կրկնում են ու մեր սիրտը ցավում է, այս էլ է հիմարությունը, գեներ։ Ուրեմն տեսեք, յուրաքանչյուրը իր ճակատագիրն է անցնում, իր ճակատագրի ուղին, եւ եթե ձեզ չեն խնդրել խորհուրդ տալ, օգնություն չեն խնդրել, դուք իրավունք չունեք խառնվել որևիցե մեկի կարմայի կամ ճակատագրի մեջ, դուք դրա իրավունք չունեք։ Ես որպես ցիլիցիլ անգամ իրավունք չունեմ բուժել այն մարդուն,
մտավոր կամ ֆիզիկական առումով, որը չի անցել դեռ պատճառահետևանքային մասը իր հիվանդության, այսինքն ինքը չի հասկացել ինչի համար էր Աստված կամ տիեզերքը տվել իրան այդ հիվանդությունը կամ այդ խնդրեմը։ Ցանկացած լուրջ մասնագետ սկզբից ցույց է տալիս ինչի էր առաջացել դա, պատճառն է ցույց տալի, ոչ թե սկսում է բուժել, հետևանքները հանել։ Հենց որ ձեզ մի անգամից սկսեցին հետևանքներից խոսել կամ դեղ տալ, ասել արցավդ մենակ հանգստացրու, իմացեք դա շատ ցածր կլասի մասնագետ է կամ բժիշկ։ Բժիշկը օգու բժիշկ կամ մարմնի բժիշկ կապ չունի, գտնում է ինչից է այս ամբողջ հիվանդությունը խնդիրը առաջացել։ Ենթադրենք գլխացավ ունեք։ Գլխացավը կարող է լինել տարբեր խնդիրների պատճառով, բայց ինչ են անում, դեղ են տալիս, որը սպազմը հանում է ժամանակավոր գլխացավը թուլացնում է, նույնը ճնշումը, տանուս են անոթները լայնացնող հաբեր քիմիական, մարդիկ խմում են եւ դա կախվածություն է առաջացնում, բայց պատճառը չի հանում։ Պատճառը 1000 ու մի բան կլինի, խոլեստերին, անոթների խցանումներ, անոթների նեղացում, օրգանիզմի եւ լիմֆատիկ համակարգի կեղտոտվածություն, արյան շրջանառության վատացում, վարիկոզ եւ այլ մնացած հարցերը, օստեոխոնդրոզ բնականաբար, պարանոցի անոթների սեղմում, իջեցում ողերի եւ այլն, ոչ մեկ չի զբաղվում սրանով, դեղ են տալիս։ Պատճառը մնում է։ Այսպես էլ հոգեբանական խնդիրների ժամանակ շատերը պրոստը ասում են, արա սենց, մտածի սենց, բայց պատճառը որն էր, որ ինքը այս ամեն ինչի մեջ մտել էր։ Անցյալի ոչ ճիշտ բացահայտումներ, ներքին բլոկերի, խնդիրների ոչ ամբողջական վերհանումներ, օրինակ մանկական վերքը, որ ես եղել եմ ծնողիս կողմից լքված, ծնողս քիչ հոգատարություն է ինձ տվել, քիչ է ինձ գրկել, համբուրել, լավ բառեր ասել, իմ մեջ մնացել է սիրո պակաս, եւ ես հիմա ցանկացած մարդ, որ ինձ քնքուշ բառ է ասում, նույն տղամարդը, ես գերվում եմ այդ մարդով ու դառնում եմ դրա գերի։ Կապվում եմ իր հետ ու ինձ թվում է վերջ, ինքը իմ ամուսինն է լինելու։ Այդ մարդն էլ սկի մտքով չի անցնում, ինքը պարզապես ասում էր, որ ձեզ գայթ թակվեր, տաներ անկող են, ուրիշ ոչ մի բան։ Անկողին, ուրիշ ոչ մի բան 99% դեպքերում ընկերներ, հասկանում եք։ Եվ կանայք, որոնք ինձ շատ այս անձնական հարցով դիմում են, մենք այդ տղամարդուն հանգիստ ենք թողում, ինքը ինչ արել է տղամարդկային ստանդարտ վարվելակերպ է։ Մենք աշխատում ենք իր մանկության վերքերի հետ, դարձնում ենք այդ կնոջը վստահ, իրան արժևորող եւ ամեն բառից էքստազի մեջ չընկնող, որ վայ վերջապես ինձ մեկը գնահատեց, մեկը նկատեց։ Հասկանում եք, ու այդ ժամանակ ինքը իրան ճիշտ դիրքավորելով որպես մարդ, շատ մեծ արժեք ներկայացնող մարդ, ինքը իրան անգամ գովասանքի բառեր ասելով, էլ չի սպասում ով ինչ կասի, ով ինչ կանի, որ հլել հետևից հիպնոզացած տանի, մանիպուլացիաց անի ու տանի, իսկ տղամարդիկ շատ լավ մանիպուլատորներ են, հստակ հասկանալով կանայք ոնց են սիրում սրանով, ու որ կանանց, հատկապես հայ կանանց, մեծ մաս ընտանիքներում երես չեն տվել։ Տղամարդկանց դա անում են, շատ են գովում, իմ տղեն, իմ բալես, ու վազում հետևից ամեն ինչ անում, տղամարդիկ շատ լավ այդ տեսակետից իրանց արժեքը իմացող, ճիշտ ձևով էգոիստ եւ հրաշալի միջավայրում մեծացած մարդիկ են։ Նույն ընտանիքում մեկը Կարինե ջան, ամբողջ կյանքում ինքը իր մամայից միայն դա է լսել ամենալավը, ամենա։ Մեր ամուսնությունից հետո ինքը դառավ ամենա։ Հա, հասկացա, որ ինքը ինքնուրույն պիտի իր նախաճաշն էլ պատրաստի, իր աջաշն էլ պատրաստի, իր ամեն ինչը անի ու այդ շոկային վիճակից ինքը արթնացավ ու այդ ժամանակ մենք հասկացանք, ամեն մեկս մեր իրական դեմքը տեսանք եւ բացատրեցինք, որ իրական տղամարդը ամեն ինչը պիտի ինքնուրույն անի։ Ես չեմ պատրաստվում մամայի բալիկի հետ ապրել։
ինքն էլ չէր պատրաստվում ինչ-որ մեկի հետ ապրել, որը չպետք է աներ այդ ամեն ինչը, ու դա բերեց նրան, որ ինքը դառավ ներվային, հիստերիկ, ամեն մի բառից վեճ, կռիվ, թե երեխեքի հետ, թե սենց ամեն պարագային ագրեսիվ ձևով սկսեց բան անել, ու ժամանակը ցույց տվեց, որ ընդհանուր ոչ մի բան չկա։ Հիմա ապրում ենք, հիմա միացավ, կխնդրեմ, որ իրավիճակը քննարկենք միասին, Կարնե ջան, ու ես հաշվի առնելով մեր ցեղային կանանց, իմ մամայի, մորաքույրների կարգավիճակը, դրանք էլ են ունեցել այդ տիպի պրոբլեմ իրենց տղամարդու կամ չեն ամուսնացել կամ ամուսնացել բաժանվել են։ Հիմա նույն այդ ցեղային պարտքը ես հաշվի առնելու փոխանցվել է ինձ։ Հիմա հանդուրժել, ներվերը փչացնել, հիվանդություններ ձեռք բերել, մարել այդ պարտքը, թե առանձնանալ, պարտքը նորից թողնել սերունդներին։ Ես դա կուզեմ։ Քանի տարի է իրար հետ եք, քանի տարի է ամուսնացած եք։ Արդեն 20։ Առաջին օրվանից են սկսվել, ես սա պետք է անեմ, դու սա, այսինքն սահմանների ուրվագծումը, թե ինչ որ ժամանակ անց։ 1-2 տարի հետո այդ ամեն ինչը սկսվեց։ Իսկ ինչի առաջի օրվանից չսկսվեց։ Մենք անդադ տարբեր երկրներ էին գնում, կախված ամուսնուս աշխատանքի բնույթից, այդ փոփոխությունը ավելի շատ մեզ ցրում էր բուն խնդրից, բայց հետո արդեն որ եկանք Գերմանիա, որոշեցինք այստեղ մնանք, ավելի այդ իրավիճակը հասունացավ, ինչքան ես ավելի կայուն դառա, անկախ դառա, ինքնուրույն ավելի դա իրան գազազեցրեց, ու հիմա իմ հետ ընդհանուր, քանի որ չի կարողանում այդ իրավիճակը նորից բալանսի բերել, հիմա երեխեքի միջոցով կամ մի փոքրիկ պատճառ երեխուն կարող է խփի, ծեծի, ես միջամտեմ ագրեսիայի ձևով ինձ պատասխանի այդ մակարդակի դրա համար եմ ասում, որ նա ճիշտ հանդուրժել պարտքը մարելը, թե ես ինքս որպես խելացի կին ինձ դատելով ոչ առողջ մթնոլորտում ես չեմ ուզում շարունակեմ այդ կյանքը, ոչ էլ երեխեքին մեծացնեմ այդ հասկացա Ալեքսա ջան, այստեղ ցեղային պարտք չկա, այստեղ լրիվ ուրիշ իրավիճակ է, զուտ բնավորությունների հետ կապված անհամատեղելիություն է, որը կարելի է շտկել, եթե լինի երկու կողմերի համաձայնություն, այստեղ ընդհանրապես ցեղային սցենար չկա, այստեղ ուրիշ բան է, ընտանեկան սցենար, ընտանիքում, ինչպես սկզբից նշեցիք, մայրը եղել է ինքնուրույն, իրեն առաջ տանող և իրեն անձնական սահմանները հստակ գծած կին, իսկ հայրիկը ոնց է եղել, հանդուրժել է, թե ըմբոստացել է, ընդունել է, թե հակառակվել է։ Խիստ տղամարդ, մայրիկի բախտը այնքանով է բերել, որ իրեն հանգիստ ու հնազանդվող, այդ ամեն ինչը ընդունող, ըմբռնումով մոտեցող, այսպես ասենք, տղամարդ է, բաժին ընկել, ձեզ ոչ։ Ձեզ ընկել է տղամարդ, որը իր մամային տեսել է ամբողջ կյանքում, սպասարկող անձնակազմի, հանդուրժող և ամեն ինչ հասկացող ճակերտավոր, և երբ որ դուք իրար հետ ամուսնանում եք, իհարկե այդ արդեն մի քիչ ուշ է սենց բան ասել, բայց աղջիկներ ունենք, որ կլսեն հետագայում ես, որտև սա ընդհանրապես նաև դուրս է գալու, մեր մյուս աղջիկներն են լսելու և այլն, ովքեր նաև ամուսնացած չեն։ Տղամարդու հետ ամուսնանալուց, տղամարդներ կնոջ հետ ամուսնանալուց, պետք է անպայման մտնի տուն ու տեսնի այնտեղ ոնց է տերվածքը։ Եթե այնտեղ մայրը, այդ ձեր ամուսնու մոր նման, ամեն ինչ անում է ամուսնու համար, տղայի համար, իր անձը զոհաբերելով, ինքը չի էլ պատկերացնում այս սցենար, ուրեմն իրենք տղամարդիկ դրան են սովոր, և նույնը ոնց որ ասես, այս բաժակի մեջ լցրու 2 անգամ ավել ջուր, չի կարա լցրու, որտեղ այս բաժակը տեղավորում այսքան ջուր, ու վերջ, իսկ մենք ուզում ենք, որ իրանք դրանից դուրս գան, այդ սցենարից դուրս գան,
ու ավել տան, ինչ որ տեսել են, չեն կարող։ Դուք այդ մարդուն չպետք է իհարկե մեղադրեք, ոչ էլ ձեզ, պարզապես թյուրիմացություն է եղել, որ լավ չեք զգացել ու տեսել իրանց տան անց ու դարձը եւ մասնակիցների դերային խաղերը, ռալիվի իգրի, հա, ռուսերեն ասած, եւ չեք պատկերացրել ինքը ոնց է լինելու իր ընտանիքում։ Այդ որ տեսնեիք, Արաքսա ջան, դուք չէիք ամուսնանա իր հետ։ Դուք կփնտրեք ձեր հայրիկի նման մարդ։ Համամիտ եմ։ Բայց Քանի սկզբում որ նման արդեն բաները ամուսնացել եք։ նկատելի չեն։ Հա, դե ուրեմն մի քիչ երկար պիտի գնայի գալ։ Մի քանի անգամ գնալ գալը լրիվ պարզ էր դառնալու, որ ինքը երբ որ կօրինակ մայրը բերում ամեջ դնում է, տղան ոչ մատը մատի, Նատալի ոչ գնում է իրան խոհանոցում օգնում է ոչ մի բան բերում, այսինքն մամա դիվազվզե, մոխրոտ։ Հիշում եք, որ ասում են կամ մոխրոտ կին, Կամ կին, թագուհի։ կին թագուհի, կին աստվածու է, 4 գրադացիայից ինքը կին մոխրոտն է։ Իսկ դուք կին թագուհին եք։ Հիմա այս մարդը Իսկի մեջտեղում չեք, էլի, կին-կիներ չեք, կին թագուհի, որտեվ ամեն ինչ արդեն ունի, ինքը իր դրվածք ունի, իր փողը ունի, իր անկախությունը, իր խելքը, իր անցյալը տեսած եւ որը տեսել է, որ արդարացված մոդել է, դա նորմալ աշխատող սխեմա է, այս մարդը բերել է իր սցենարները ընտանեկան, այս ընտանիք այն մարդն իրանն է բերել։ Հիմա կարելի է արդյոք շտկել, միանշան է, բայց այստեղ արդեն ընտանեկան թերապիա է պետք։ Եթե մենք ձեզ շտկենք, Արաքսիա ջան, ես հիմա ինչ որ իհարկե փոփոխություններ ռաստավովկայի մակարդակով, ռաստանովքի հիելինգերը կարող եմ անել, բայց եթե ինքը իրան չփոխի, որոշակի վարքագծային մասով, ուրեմն դուք ինչ էլ անեք, կստացվի կոսմետիկ վերանորոգում։ Մենք կապիտալ վերանորոգման կողմնակից ենք, որ ընտանեկան թերապիայի միջոցով իհարկե զույգը դուրս գա ճիշտ գծի վրա։ Ու ընդհանրապես մենք լիստիկետ պլանավորել ենք տղամարդկանց տրեյնինգ, բայց մենք չգիտենք ամբողջ աշխարհում 80-90% մասնակիցները ցանկացած տրեյնինգի կանայք են։ Կանայք իրանց վրա աշխատում են, տղամարդիկ ոչ։ 10%-ը։ Դրա համար, եթե մենք ինչ-որ բան սկսենք, որ օրինակ հրավիրենք նաև ձեր ամուսնուն, 90%-ով ինքը մերժելու էր մտքով, որտեղ իրենք մտածում են, որ իրանք ընդունված չի տղամարդու մեջ, այդ չեմ ուզում ասեմ, ինքնակրթվելը չեն սիրում, չի, իրանք կարդում են, ինքնուրույն, փորձում են ինչ-որ բաներ լսել, բայց կողմնակի օգնության չեն դիմում, ոնց որ իրանց արժանապատվությունից ցածր է։ Այն մարդիկ, ովքեր դիմում են, իրանք հրաշալի կյանք են սկսում ու իրանց կանանց այնպես են նայում, որ իրանց կանայք հաճելիորեն զարմանում, որ կարող էր այս մարդը այսպես լինել։ Ընդամենը 1-2 սեանս եւ վերջ կամ այսպեսի խոսակցություն անգամ որ ինքը լսի, պրոստը զապիսյա։ Ինքը կհասկանա, որ ինքը մեղավոր չէ, այլ ընտանիքի սցենարը, Արաքսյան մեղավոր չէ, այլ ընտանիքի սցենարը։ Հիմա ո՞նց է Արաքսյան փոխելու։ Փորձենք գոնե, քանի որ դուք եք ներկա, Արաքսիա ջան, ձեզնից լավ առաջին ոնց որ վերականգնողական հարաբերությունների վերականգնողական մասը։ Միշտ մարդը մտածում է, դե այդպես է ապրիորի, որ ինքը ճիշտ է, մնացածը սխալ։ Ну, եկեք հիմա առանց նեղվելու ենք, հա խոսում, այն ինչ որ կա։ Ուրեմն, եթե կա վեճ, բոլորը գիտեն, որ կա երկու մեղավոր կողմ, այսպես ասած, մեղավոր կամ ես սիրում եմ պատասխանատու բառը, երկու պատասխանատու այդ վեճի համար։ Հիմա դուք պատրաստ եք ձեզ վերանայելու ձեր մոտեցումները, թե ոչ, ես հարց եմ տալի, որից հետո նա կշարունակի խոսակցությունը, կարող ասում իհարկե կարներ, կան բաներ, որ պայազդեսյան տակ այդպիսի քայլ ես անում, տակ գլխով ես որոշում կայացնում, բայց այսինքն պատրաստ եք։ Կարելի է, իհարկե։ Եթե պատրաստ եք, ուրեմն առաջինը ընդունում եք, որ նա տղամարդ է, դուք կին, ու դուք խախտել եք բալանսը։ Դուք եք խախտել բալանսը, Արաքսիա ջան, ինքը ոչ։ Հիմա բացատրում եմ սրա վունեությունը։ Այո, կինը պետք է լինի սպասարկող առաջին հերթին, նոր գործունյա, խելացի, կարդացած եւ այլն։ Ինչ է նշանակում սպասարկող։
լավ իմաստով, այսինքն ինքը կարա 4-ն էլ միավորի եւ դա իդեալական կին է, կին մոխրոտը, օրվա ընթացքում պետք է ամեն ինչ փորձի անել, որ իր տղամարդը ձգտի երեկոյան տուն մտնել։ Հիշում եք, չէ՞, Պիշերայի այդ պատմությունը, որ առաջին որը մենք պատմեցինք։ Տեղից բոլոր ընտանիքները սկսում են փլուզվել, երբ որ կինը զուգահեռ տղամարդու հետ վազում է գործի, մոռանալով իր բուն էությունը եւ նպատակը տան մեջ, դա տղամարդու համար հանգիստ ապահովելն է, տղամարդու համար հաճույքներ ապահովելն է, վերականգնելն ապահովելն է, անպայման սերունդ տալն է, եթե իհարկե դեռ այդ տարիքում է, եւ տղամարդուն ոգևորելն ու գովելն է, որ ինքը ուժ ստանա։ Հիմա անկեղծ, որն եք դրանցից դուք անում։ Եվ քանի բալկ այդ 5 պունկտը, ասենք հասկացա, որ հասկանալի է, որ պատասխանը բավականին դե երկու տղա ունենք, Փառք Աստծո, բայց ժամանակի հետ նման հարցեր ավելի սառը էտապի վրա են, քանի որ ժամանակը հազիվ հերիքում աշխատենք ու մնացած ֆինանսական պլանները իրականացնենք։ Կապ չունի աշխատանքի հետ, Արաքսա ջան, մենք լավ գիտենք կանանցը, որտեղ կապ չունի, չէ՞, եթե ուզենա։ Միգուցե իմ ստանդարտի, ես եմ ինձ համար գտել ստանդարտ, որ այս բաները պետք է լինի ու դա պատճառն է, որ ես չունեմ ավելորդ ժամանակ դրա։ Լավ, Արաքսա ջան, որպեսզի կոնկրետ խոսամ, դուք շատ շնորհակալ եմ, որ անկեղծ պատասխանեցիք ժպիտով, երբ որ արդեն հասկացաք, որ վիճակը վիճակ չի։ Եվ շատ լավ էր, որ դուք այնքան համարձակ կինեք, այնքան խելացի, որ ասեցիք, հա, ես պատրաստ եմ վրա աշխատել։ Ինչու՞ չէ, որ փոխվելու։ Ամեն մեկը չէ, տենց չի։ Իրանց գոռոզ պահող տգետ կանայք, նաև իրանց վրա ինքնասիրահարված չէին ասի դա, կասեին թողենք փոխվի, այ քեզ բան հայաբարի, չէ, ես տենց էլ եմ լսել, ու ես շատ հանգիստ իրանց տարել եմ նրան, դա ինչի կբերի, ասել են, չէ, չենք ուզում, ավելի լավ է մենք փոխվենք։ Ուրեմն կինը չէ, իդեալական մարդ չկա, բոլորս էլ բան չունեմ ասելու, բայց մարդիկ կան, որ չեն էլ պատրաստվում փոխվեն, որտեղ իրանց թվում է իրանք վերջն են այս աշխարհի, ու ամբողջ աշխարհը իրանց շուրջն է պտտում, հա, իրանց տեզերք իրանց շուրջն է պտտում, բայց իրանք արև չեն, դառնում, իրանք դառնում են սառցե կտոր, սառցե թագուհի, մտածում են, թող ինձ սպասարկեն, չէ, հա, այտենց ոչ մեկ չի սպասարկվեց, ասում են, մնա քո մեծ ամտության մեջ ու ամեն ինչ կորցնում, ու իրանք կորցնում են ամեն ինչ, անգամ երեխաների ջերմությունը, երեխաների սերը, հարգանքը, որովհետև կինը ջերմությունը, արևը, կինը, այո, նաև երեխաներին պետք է։ Չեմ ուզում այդ սպասարկել բառը անդադ ասեմ, բայց դե դրանց այնքան ինչ գտնեմ, չգիտեմ, օգնի, այդ այն բառը չի։ Մի խոսքով, Արաքսա ջան, դուք սկսում եք մի քանի պունկտով, առաջինը դառնում եք ընկեր իրան։ Սեքսին հասնել ենք հիմա։ Ընկեր ինչ է նշանակում։ Եկավ ինքը տուն, ես մի հատ էլեմենտար բան եմ բացատրում։ Տղամարդ երկու տարբեր կանանց հետ, լրիվ տարբեր կարող է լինել, կախված նրանից, թե կինը ինչքան է իմաստուն եւ հոգեբանության մեջ խորացած։ Եվ լրիվ տարբեր սցենարներ կարող են նույն իրավիճակից դուրս գալ, եթե կինը սխալ արձագանքում կամ հակառակը ճիշտ։ Օրինակ եմ բերում, ես սիրում եմ օրինակների վրա, որ տեսականացային շատ դժվար չլինի։ Տղամարդը մտավ տուն, կինը արդեն տունն է։ Կինը պատրաստել է ինչ-որ ուտելիք, տունը մաքրել է, տղամարդը մտնում է, մեծ ստանդարտ չափով հիմնականում մտնում են ու օրինակ կոշիկներով անցնում են։ Կամ մոռանում են, կամ մի քիչ առաջ են շատ գնում, կամ ընդհանրապես չեն հանում ու անցնում են, սոված են։ Առանց լվացվելու մեկ-մեկ, շատ հաճախ ինչ որ բաներ տենց լինում են։ Կինը, որը լավ հոգեբանական գիտելիքներ չունի, սկսում է մունատ գալ։ Այդ դժվար է կոշիկները հանել էլի, ամբողջ օրը չարչարվել եմ, հոգնած եկել եմ գործից, տները մաքրել, օրերը նոր պրծա, դու էլ եկար ու քշեցիր, էլ ոնց կներ, 2 րոպե չուներ միջև ուտելիքին հասնելը, որ հաներ, տապочкը հագներ, մտներ մի հատ ձեռները լվար, նոր գար խոհանոց։ Ստանդարտ հայկական բլա 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 խոսացող կին։
տղամարդու ռեակցիան։ Այ կնիկ դե զզված սիրելի ամբողջ օրը տանջվել եմ, հոգնած մտնում եմ տուն, գոնե դու մի խոսա, թող մի կտոր հաց ուտեմ, հետո ինչ ասում ես ասա։ Զզված սիրելի ամեն օր նույն պատմությունը։ Կինը շարունակում է, դու զզվացրիր, ամեն օր դու ես նույն պատմությունն անում, վերջը մարդ ենք էլի, մեզ էլ բանի տեղ դիր, չես պատկերացնում ինչքան ես դժվար եմ օրը ունեցելու, գնաց, անverջ, էսի ոչ հաց ա ուտում, կռվի ա հասնում գործը, երեխեքան դեղ են լսում, զզվում արդեն սրանց պրոբլեմներից, ոչ ուզում են մեկի հետ խոսան, ոչ մյուսի հետ խոսան, մենակ գոռում են ասում են, երիկա էլի մի կռվեք, օգնել ենք մենք։ Հələ այդ մարդը չմտած արդեն կռիվը պատրաստ։ Ինչի համար որ ինքը ոդել չանեց։ Չէ, ես օրինակ եմ բերում, Արաքսել ջան, մի րոպե, չէ, մի րոպե։ Ես օրինակ եմ բերում վառ, որ դուք ամեն մեկը ձեր սիտուացիաների վրա ադապտացնեք։ Դուք էլ կարող ուրիշ բանից առիթ ստեղծեք։ Մի քիչ ավելի մեղմ ասեք, բայց ոչ իմաստուն կնշման։ Հիմա տեսեք երկրորդ դեպքն եմ պատում, նույն իրավիճակը էլի տուն ա մտնում ամուսինը, բայց իմաստուն կին ա, հոգեբանորեն պատրաստված։ Մտավ։ Ուրեմն առաջ սցենարը իմացանք։ Հիմա երկրորդ։ Հա։ Մտավ տուն, այդ կինը էլի սա մաքրել էր, ուտելիք սարքել էր, ինքն էլ հոգնած եկել էր տնից գործից տուն դրանց մի ժամ առաջ, ամուսինը մտնում է ու անցնում է։ Նույն ամուսինը անցավ, այս կինը լռում է։ Եք արդեն անցել է։ Նստում է, հացը դնում է։ Նստում է կողքը, անպայման նստում է կողքը, ընդ որում տղամարդու ձախ կողմից։ Ձախ։ Այդ շատ ճիշտ է էներգիայի մակարդակով։ Հարցնում է ոնց ես, լավ ես։ Մարդը ասում է, հա, չգիտեմ ինչ ջան, նորմալ էլի, դե ասում է հոգնած բան, համով եմ պատրաստել, բայց մեջը նեղված, որտեղ ինքը այսքան մաքրել էր, իրեն անցել է, բայց ինքը ցույց չտարի։ Ինքը լռում է, ինքը ուրիշ ձևով է վարվում։ Ասում է, դե սենց, նորմալ է ամեն ինչ բան, դե այս մարդը սենց ասեց, այն մարդն էց, ասում է լավ բաներից խոսանք, հավեսով հացդ կեր։ Մի տեսակ կինը սենց տխուր է նստած լինում, ոչ միշտ ինքը տխուր է նստում, ինքը մի ժպիտով, միշտ ավելի հաճելի խոսելով, այս անգամ լուր, մտածմունքի մեջ, ամուսինը նկատում, որտև առաջվա նման չի, ասում ու բան չի եղել կնիկ, կամ չգիտեմ ինչ ջան, դա ասում եմ, չէ, լավ, ոչինչ հացդ կեր հետո կասեմ, էական չի, չէ, հիմա ասա, ասում եմ, պրոստը այնքան հոգնած է, եկել ասեցի, հասցնեմ տներն էլ մաքրեմ, որ Սամվելը զգա, կամ չգիտեմ, ինչը զգա, մաքուր, սիրուն, ճաշնել է փազ, վայել է այդ գեղեցկությունը, այդ մաքրությունը, այս համովությունը, բայց դե ասում եմ, դու էլ մտար շտապեցիր երևի, տենց անցար էլի կոշիկներով, հիմա ես այդքան տեղը նորից պիտի սրբեմ, բայց լավ ոչինչ լինում, ասում վա, շուտ ասիր հանեի, ոնց մոռացա ես, զգում եք, գնում է հանում է, ինչ է կարծում հաջորդ օր ինքը ինչ է անում մտնելուց, հանում է, որտև հիշում է, որ կինը տխրել էր, կինը եկել էր չարչարվել էր, որ իրա համար լավ լինի, տան համար լավ լինի, իսկ ինքը մի հատ ամփույթ քայլի պատճառով չացրել էր այդ ամեն ինչը։ Առանց կռիվ դավա, մի բան է ներողություն խնդրելու կներես, ցավը տան, խառնեի մտքերով, մյուս անգամ չեմ ասնի, всё։ Մի բան էլ լվեր կարող առնի իրան, որ սիրտը շայ, հասկացակ Ժորժյան, որ նա իմաստուն հոգեբան կինը, որ նա ստանդարտ լաչար ներվային նևրոտիկ կինը։ Հիմա Արաքս ջան, մի նեղացի, բայց մեծ մասը հասկանալի է։ Հասկանալի է, երեխեք ջան։ Էսի առաջին պունկտն է, հələ սպասի, հələ շատ կա։ Հələ շատ ունեմ բան ասելու։ Ուրեմն սպասարկող անձնակազմ լինելը չակերտավոր սպասարկող մեր պարտականություն։ Ի վերուստ տված ու բնության, երկրորդ սեքսուալ կիլինելը, առանց դրա տղամարդը չի կարող, տղամարդը կտեսնի այլ կանանց, որոնք
իրենց էներգիայով կբավարարեն իր ինստինկտներն ու բնական պահանջները։ Անպայման պետք է այս հարցը ռեգուլյար լուծվի զույգի մեջ։ Ոնց է լուծվում դա։ Ոչ մի տղամարդ չի սիրում սեքսի կամ սեռական հարաբերությունների մեջ մտնել այն կնոջ հետ, որը իրան ուղեղի մակարդակով զզվացրել է։ Ուրեմն այն առաջին պունկտը, այն երկրորդ զույգի մոտ ստացվելու է, հա, որ իրանք ճիշտ կամուշ կտան տղամարդը իրան երեկոյա կսիրի, որտեղ դա իր քնքուշ եւ իրեն համար ամեն ինչ անող կին է։ Դինել կտրվի իրան մեծ սիրով, կզգա ամեն ինչ որ պետք է զգա։ Այն առաջին զույգը ինչ է կարծում, անգամ եթե կուսնե սեքս բոմբեն իրար կկպնեն, բացառված է։ Իրարից կշտացած, զզված ամեն մեկը դաժե տարբեր սենյակներում կգնա կպարկի, ինքան որ գոնե գիշեր դրանց հեռու։ Հասկանում եք, հոգեբանական կապ, ընկերություն, այն երկրորդ զույգը ընկերություն էր անում։ Մեկը մյուսին դարդը պատմեց, ցավը պատմեց, այն մյուսը ըմբռնեց, իրար հասկացան, բայց կինը ճիշտ կամուշ ստեղծեց։ Իսկ եթե կինը հոգեբան է ու տղամարդը էլի է նայես դամ, դա կամ պսիխ է, սկրիկը вообще շեղված է։ Կամ էլ նես ներվային է, որ իր այդ ավելավը չխոսաս ընդհանրապես, կարող է ծանրագույն ինչ-որ էտապ անցնում կյանքում, մի օր 10, բայց ոչ մի տարի։ Այսինքն, այստեղ արդեն կինը պետք է հասկանա, ինքը ում հետ գործ ունի։ Պսիխեր չեն լինում, էլի սովորական, դրանք հիմնականում ալկոգոլիկներն են, նարկոմաններն են և լուրջ նևրոտիկներն են, որոնք ինչ ասես, ոնց ասես, իրանք ընդունում են շատ ծանր ու կարող է կռիվ սարքեն։ Դա բացառություններ են, ընկերներ, 5-ից 7%, լավ 10% լինի։ Մնացած 90%-ը հոգեբանական սմասկան տվեցի, սեռական հարաբերություններ կլինի, ընկերություններ կլինի, երեխեքի հետ կապված հարցերի քննարկումներ կլինի, սրճարաններ կլինեն, ամեն ինչ իր տեղը կգնի։ Ու հիմա Արաքսիա ջան, դու պիտի պրոստը սկսես քո մոդելը, սխեման փոխել։ Փորձել ենք մենք տարիների ընթացքում տարբեր ոչ տարբեր մոտեցումներ, դա ավելի տարբեր ֆորմատներով փորձել ենք դա, բայց գալիս է ժամանակահատված, որ իր մոտ այդ ագրեսիան ակտիվանում է ու մի ձևով դուրս է գալիս։ Ես իմ կարծիքն եմ հայտնում, ես հասկացա, որ իր մոտ այդ ագրեսիան, այդ ներվային ամեն ինչ բանից երեխու հետ ոչ մի բան չունի, ինքը բացի սեքսի պակասից է եւ ընկերության պակասից։ Ինքը գալիս է տուն, ինքը չի գտնում իր հոգու ընկերոջը այնտեղ։ Ինքն էլ չի ուզում դրսում, այնտեղ նստի իր դարտուցավը պատմի։ Եվ ինքը անբարոյված տղամարդ է։ Խոսում ենք անկեղծ, խոսում ենք ուղիղ։ Այդ երկուսը ուղղեք ամեն ինչ կշտկվի ձեր զույգին։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, կփորձեմ։ Անպայման չենք փորձում, անում ենք։ Մենք անում ենք, մենք շատ ուժեղ կանայք ենք, ինչքան քնքուշ ենք, այդքան էլ ուժեղ ենք։ Так что Վիրոտ։ Շնորհակալ։ Հաջորդ հարց երեխեք ջան, տեսնեմ ով է մեզ մոտ։ Կարինե ջան, ես չհասցրեցի շնորհակալություն հայտնեմ, շատ հենիկն է։ Չհասցրեցի շնորհակալություն հայտնեմ իմ հարցին այդպես շատ մեծ ընդարձակ պատասխանելու համար։ Շատ շնորհակալ եմ։ Խնդրեմ Ազիզ ջան, սիրով։ Լուսինե ջան, ձեզ ենք լսում։ Բարև ձեզ։ Բարև Ազիզ ջան։ Ես ավելի շատ այդ էներգետիկ պաշտպանությունն է հետաքրքրում։ Ես տպավորություն ունեմ, երբ որ մարդկանց հետ շփվում եմ, մի անգամ էներգիայի սպառում է մոտ տեղի ունենում։ Շատ ծրագիր է։ Հենց մի բան ասում եմ, ծրագիր է։ Դուք տվել եք, որ ես շփվում եմ մարդկանց հետ, ես էներգետիկ սպառվում եմ։ Այդ ծրագիրը աշխատում ամեն անգամ շփումից 1 հոգի լինի, 10 հոգի լինի, կապ չունի։ Ես էլ ինձ հակառակ ծրագիրն եմ տվել, երբ որ ես ձեր ունեի ժամանակին այդպիսի մտավախություն, կներեք, որ ընդհատեցի, պարզապես շատ արագ, որտեղ այս հարցը շատ հեշտ է, շտկել, ուրեմն դուք տալիս եք հակառակ ծրագիրը, որ ես շփվում եմ, շփվելուց մարդկանց հետ, ստանում եմ էներգիաների փոխանակում հրաշալի, ես ինքս եմ տալիս, նաև ստանում էներգիա եւ լիցքավորում։ Եվ ես ընտրում եմ ճիշտ մարդկանց, իմ շուրջը, որպեսզի ավելի լավ լիցքավորում։ Յակ հիմա ես ձեզնից լիցքավորվում եմ, դուք ինձնից, ես ձեզնից, որովհետեւ համախոհներով եք հավաքված ամեն շրջապատ մի մտեք։ Լուսինե ջան, դուք պետք է ընտրեք ձեր շրջապատը։ Ոնց որ ընտրում ենք շոր, ժամերով, օրերով,
Մենք այդպես էլ պետք է ընտրենք մեր շրջապատը, շատ զգուշ։ Էներգետիկ սպառման հիմնական խնդիրը դա մտքի բլոկն է, մտքի ծրագիրն է, որ ես թույլ եմ ու ինձնից քաշում են եղած էներգիան տանում են։ Ես ինչ պետք է Բայց կան, չէ, վամպիրները տենց մարդիկ իրոք կան, իրենց ասեմ, խնդիրներով իհարկե կան։ կլանում են քեզ։ Ես Իհարկե զգացել կան։ եմ դա։ Հիմա ասեմ, Ժորժ ջան, շատ կան իրանք։ Արագ խոսացող մարդիկ 1, բարձր խոսացող մարդիկ 2, նույն ֆրազաները նույն ինտոնացիայի մեջ մի քանի անգամ կրկնող մարդիկ, դրանք արդեն ամբողջներն են մանիպուլյացիա անում ու ամբողջությամբ զոմբիացնում են ձեզ։ Կան NLP լուրջ պրիոմներ, որոնք կիրառվում են, ակամա կամ միտումնավոր։ Հիմա Լուսինե ջան, ձեր շրջապատում դուք պետքա զգուշ լինեք այդ առումով մենակ, ոչ թե ընդհանուր ուսանող կատակ, որ երբ որ մարդկանց հետ շփվում եմ, ես էներգիայի կորուստ եմ ունենում, այդպես դուք սպառվեք ջանա։ Ուրա Լուսինես, մի հատ էկրանը միացրու, Լուսինե ջան, ես ձեզ տեսնեմ, հա։ Չեք տեսնում։ Այ հիմա տեսնում եմ։ Ուրեմն ընդհանուր ուսանող կան, այսինքն ընդհանուր համոզմունք ծրագիրը հանում ենք, որ բոլորից եմ ես հոգնում, քիչ այն էներգիան եղածն է սպառվում աշխատման ժամանակ, դա կբերի ձեզ հյուծման։ Հակառակ ծրագիրն ենք դնում, որ ես իմ շրջապատի հետ շփվելուց հրաշալի էներգիա փոխանակում եմ ստանում եւ լիցքավորվում եմ։ Բայց մի հատ փագագից ենք դնում։ Այդ շրջապատը ես եմ ընտրում, ճիշտ մարդկանցից, իսկ երբ որ դա ինձնից կախված չի, անում ենք հետևյալը, այ հիմա պրակտիկա աղջիկներ ջան, ուզում եք սովորեք ոնց անեք, որ օրվա մեջ էներգիա այլևս չփորձնեք նաև ամբողջների մեջ, ուզում եք, ահա, աչքերը փակեցին, կոչվում է սկաֆանդր, մի հատ ուրիշ տեխնիկա կա, աչքերը փակում եք, ենթադրենք դուք պետքա տանից արդեն դուրս գաք, հագնվել եք, դուրս եք ուզում գաք։ Հիմա մտովին պատկերացրեք, որ տիեզերա գնացի նման, տիեզերա այդ գնացի այդ սկաֆանդրը, հա, որ իրանք հագնում են, հագցրեք ձեր շլեմներ դրեք գլխին։ Շլեմ ասելով եք վերևի այդ գլխարկայի մասն է, ներքևն էլ այնպիսի հագուստ եք մտովին ձեզ հագցնում, մտնում դրա մեջ, որից ոչինչ չի անցնում, ոչ մի էներգիա, պատկերացնում եք, տիեզերագնացները այդ սկաֆանդրով դուրս են գալիս, բաց տիեզերք, այդպիսի ջերմաստիճաններ, որ ոչինչ իրանց չի լինում, այդպիսի անխոցելի նյութով սկաֆանդրը, որի մեջ մտակ, շլեմը դրեցիք, որ գլուխն էլ լրիվ փակ լինի, մենակ, տեսեք, այստեղ, սախասրարայի մասով, բացեցիք լուկ անցք, բացեցիք, հա, փոքրիկ մի հատ պատոհան, որ մեր տիեզերքի հետ կապը պահպանվի օրվա մեջ, մնացածը փակ, դրեցինք մտովին ընդհանրապես տևում է մի րոպե, ու դուրս եկանք։ Մի հատ լավ աղոթք եմ ես ասում, բայց ռուսերեն, ես ռուսական կրթությունն եմ, անգել մոյ ты впереди, я за тобой, կարող եք նաև Տիրոջը դիմել, որ Տեր Աստված ողորթ ինձ, ամբողջ օրս, ես երկու հետևից, կամ գլխավերևում, կամ դիմացից, ոնց կպատկերացնեք, մի պահ պատկերացնում եք, որ ինքը ձեզ ուղեկցում է, ես մի տարբերակ, հրաշալի աշխատում, 1 րոպեանոց ընդամենը մտավարժանք ու դուք ամբողջ օրը պաշտպանված եք լինելու, հենց մտակ տուն կամ այնպիսի մի տեղ, որտեղ հակառակը դուք ուզում եք այդ էներգիաները ստանալ, ենթադրենք, օրինակ եմ ասում, մտել եք ձեր ընկերուհու տուն, որտեղ հրաշալի մթնոլորտ է, սուրճ է, իրար հետ շատ այդպես մտերմիկ լավ զրույցներ չեք ուզում պաշտպանել, չէ՞ որ այդ լավ էներգիան էլ ապեք, դուք պատկերացնում եք, որ հանեցիք այդ սկաֆանդրը, էլի մտովին հանեցիք, նստեցիք, այսպես ասած, ոնց կաք, հա, հավեսով շփվեցիք, դուրս գալիս նորից հագաք մտովին, դուրս եկաք արդեն անծանոթ շրջապատներում, որպեսզի խոցելի չլինեք։ Սա մի տարբերակ։ Երկրորդ տարբերակ էներգետիկ պաշտպանության, սկաֆանդրի փոխարեն աչքերը փակում ենք եւ սրտի չակրայից, այսինքն կրծքավանդակի կենտրոնից պատկերացնում ենք սպիտակ լույս բացվեց, թեթև երանգով, երկնագույն, շատ թեթև երկնագույն երանգով, ամբողջ կրծքավանդակով տարածվեց, հետո ամբողջ մարմնով, գլխով, ձեռքերով տարածվեց,
Հիմա ավելի խտացրեք այս գույնը ու բացեցիք, մարմնից դուրս այս լույսը տարածեցիք, ինչքան եք ուզում 1 մետր, 2 մետր, դրեք այդքան շարավիվով ամբողջը լուսավոր, թեթև երկնագույն երանգով լույս, պաշտպանիչ լույս ու ծրագիրը տալիս եք, ինձ այս լույսը պաշտպանում է ողջ օրվա մեջ ցանկացած ներխուժումից ու սնուցում է նաև, այսինքն դուք ձեր էներգիայի մեջ եք մնում։ Մի պահ պատկերացնում եք ամենավերջում, որ այս պատերը սպիտակ ուժեղ լազերային լույսով հակվեցին, կարծես պատերը ամրագրեցիք սպիտակ ուժեղ լազերային ճերմակ լույսով, այսպես ամրագրեցիք, ուրվագծեցիք, շունչ, արտաշունչ, լրիվ էներգիան հավաքված, ուր ուզում եք գնացեք։ Հենց ամբողջի մեջ եք կանգնած լինեք, ձեզ էլ ոչ մեկ չի կարող վամպիրից անել։ Այս էլ երկրորդ տարբերակ։ Ուրիշ լուսինե չեմ։ Շնորհակալություն սիրելի Կարինե, մի գաղտնիք բացեմ։ Ես այս վերջերս սկսել եմ ձեզ հետևել ձեր հաղորդումները, որ մեծ բացահայտում եք դուք ինձ համար, այդ սկաֆանդրի այդ օրինակը ես այսքանի օր կիրառում եմ ու ասեմ, որ շատ արդյունավետ է։ Զգում եմ, որ իրոք շատ օգնում է։ Գալիս եմ տուն, էներգիաս ոնց որ լի լինի իմ մեջ։ Շնորհակալություն իրոք շատ մյուս աղջիկներին էլ ասեմ, որ շատ արդյունավետ մեթոդ արդեն փորձված։ Ես էլ եմ ուզում շնորհակալություն հայտնեմ անցած անգամվա մեր մայրիկի շնորհակալությունից հետո այնպիսի հրաշք եղավ, որ չենք էլ պատկերացնի։ Մենք ունենք մեր հայրական մայրիկից հասած տուն, որ 10-15 տարի փորձում էինք վաճառենք, չէր ստացվում։ Ու այդ մեդիտացիա իր կատարվածից հետո 3 օր հետո քույրիկը զանգում է ինձ, ասում է, գիտես, $70,000 վաճառել եմ։ Ասում եմ, ոնց կարող տենց։ Բրավո։ Ասում եմ, չգիտեմ, արագ պատահական պարսկահայեր էին, եկան որոշեցին, վեհը տվեցին, նոտար են գնացել ու պատով։ Հրաշալի։ Ասում եմ, ու ես այդ զգացողությունը մայրիկից ես ձեզ պատմեցի ամբողջ մարմնով, չգիտեմ, քրտնեցի, գունափոխվեցի, ամեն ինչ անցավ իմ մարմնով ու 3 օր հետո այդ հրաշքը եղավ։ Թե դա կապեցի դրա հետ, թե դա Իհարկե դրա հետ կապ ուներ։ Արաքս ջան, երբ որ տարածքը մաքրվում է, բլոգերը, խոչընդոտները նույնպես մաքրվում։ Տունը չէր ծախում, տունը ծախվեց, ուրիշ պրոբլեմ լիներ, ուրիշ պրոբլեմ էր լուծվելու, այսինքն տարածքը մաքրվելուց էներգիաները ազատ հոսում են, եւ այն ինչ որ պետք է տեղի ունենար, բայց հենց այդ խցանումից, այդ տորմուզներից չէր լինում, բացվում է ճանապարհը, նույնիսկ կարմիր լույսի տակ չենք անցնում, հիմա մաքրման ժամանակ դեղինից անտան կանաչ ու խաչմերուկը բաց երթևեկում են, որոր ընթացքներ իրանց տեղն են գնում, դա Մի օրինակ էլ ես ասեմ, մայրիկի մեդիտացիան ես նորից արեցի, շատ հետաքրքիր բան կատարվեց, չէր պահին, որ ասում եք մի բան տվեք մայրիկին, որ ինքը շատ է երազում, ու ես մտովի տվեցի այն, ինչ որ ինքը շատ ցանկացել է, ու չի ստացել, ու հետաքրքիրն է, մի քանի ժամ հետո քույրիկիս հետ է խոսում, ու խոսակցության մեջ նա հիշեց, որ նա մայրիկս մահացած է, էլի, որ ինքը շատ է երազել, շատ ափսոսանքով ոնց իր կյանքի օրոք չկարողացավ այդ իր երազանքը իրականություն դարձնել, շատ ափսոսանքով, այնքան հետաքրքիր է, ես մեդիտացիայի մեջ արեցի ու ժամեր հետո, այսինքն որտեղից որտեղ, որը տենց հաճախակի չի այդպիսի ներքին սենց շատ սրտի խոսակցություն է, քույրիկս ասեց նույն բանը, ինչ որ ես մեդիտացիա եմ ասել, շատ հետաքրքիր է։ Զուգադիպություն չի, ես համոզված եմ։ Հիշում եք, այս ասում է մի մտածեք, ձեր սիրտը կհուշի, ձեր անգիտակցականը կհուշի ինչն էր իր երազանքը։ Այսօր իմ աղջիկներից մեկը այնց դա էլ տեղի ունեցել ձեզ մոտ, Լուսնե ջան, իմ աղջիկներից մեկը մեր բացակա մասնակիցներից ասում է Կարին ջան չէի կարողանում մտածել ինչ նվիրեի
բայց ասեցի դու չի պետք է մտածեի, տրամաբանությունը պետք է անջատվեր։ Այդ ժամանակ հորի մեդիտացիայի մեջ դու պետքա սրտանց քո առաջին ներքին ձայնի հուշումով տայր ինչ որ գալու էր քո մտքին, դա գալու էր սրտից, ոչ թե տրամաբանության։ Այդպես ասեց, օքեյ, կփորձեմ նորից, հենց այդպես կանեմ։ Այսինքն այո, դա անգիտակցական մակարդակով արդեն լինում եւ չտեսնված արդյունքներ ապահովում։ Աղջիկներ ջան, քանի որ մենք ընդհանրապես երեկով ենք, Լիզ ջան, կարողա դու ինչ որ հարց ունես, Ջանա, եթե ուզում ես հարցը տուր, եթե չի աղջիկների հետ մի հատ ուզում եմ լավ պրակտիկա այսօր անենք, ու պատրաստվենք այդ պրակտիկա